Thank you so much, dear Minister Mirzoyan. Պարոն նախարար Միրզոյան, սիրելի արարած, շնորհակալ եմ ձեր ընկերության համար եւ գերազանց համագործակցության համար այս երկու երկրների միջև, թե անձնական մակարդակով անշուշտ բազմիցս ունեցել ենք հնարավորություններ քննարկելու եւ ինչպես դուք ասացիք, ես հյուրընկալեցի ձեզ 2 տարի առաջ Բլեդ ռազմավարական ֆորումի ընթացքում Բլեդում եւ պետք է ասեմ, որ այս համագործակցությունը այս երկու երկրների միջև շատ կարևոր համագործակցություն է Այսօր եւ երեք իսկապես ունեցել ենք շատ լավ քննարկումներ Հայաստան-Սլովենիան ավանդական պատմականորեն լավ ընկերական հարաբերություններ ունեն երկկողմանի լավ հարաբերություններ ունեն եւ իսկապես անկեղծորեն ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջերմ հյուրընկալության համար իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան Իսկապես հուսամ, որ շուտով մենք կհանդիպենք Սլովենիայում միգուցե Բլեդ ռազմավարական ֆորումում, քանի որ Երևան երկխոսությունը եւ Բլեդ ռազմավարական ֆորումը երկու շատ կարևոր հարթակներ են քննարկման համար։ Եվ ես հրավիրեցի պարոն նախարարին ներկա գտնվելու այս տարվա արդեն 20-րդ ֆորումին։ Քանի որ երկու հարթակները սկսել են սրտորեն համագործակցել։ Ես վստահ եմ, որ այս այցը Հայաստան ել ավելի կամրապնդի մեր համագործակցությունը քաղաքական մակարդակով, տնտեսական մակարդակով, բայց դուք նաև նշեցիք մի բան, ես անձամբ շատ կարևոր եմ համարում, դա վստահության եւ ընկերության հաստատումն է երկու իրար նման մտածող երկրների միջև։ Մեծապես ուզում եմ գովել, գնահատել այն աշխատանքը, որ Հայաստանն անում է եւ դուք պարոն նախարար։ Շատ անկեղծ Պարզ ուղակի քննարկումներ ունեցանք երեք պարոն վարչապետի հետ եւս եւ օրվա ընթացքում դեռ հանդիպելու եմ նախագահի հետ Նույն ուղերձն է որ փոխանցել եմ երբ խոսքը վերաբերում է երկու երկրների միջև երկկողմանի հարաբերություններին այդտեղ մենք քննարկում ենք ինչ է հնարավոր անել ինչ պոտենցիալ ունենք ել ավելի ընդլայնելու թե մեր Մասնավոր հատվածի գործակալությունները եւ Սպիրիթը եւ Հայաստանի ձեր հիմնադրամները ուզում են համագործակցության շրջանակներում համաձայնագրեր ստորագրել եւ նույն ժամանակ ոլորտներ կան, որտեղ օրինակ դեղագործական ոլորտում, գյուղատնտեսական ոլորտում, սպորտային ենթակառուցվածքներում, էներգետիկայի ոլորտում, տիեզերական, համակարգչային ծրագրային լուծումներում այս ամենում դեռ տեղ ունենք ընդլայնելու են համագործակցությունը այս Ոլորտներում հետաքրքրված են սլովենական ընկերությունները ավելի համագործակցելու Հայաստանի հետ նաև ես հավատում եմ որ բարգավաճման նոր լուծումներ կան զբոսաշրջության ոլորտում երկուսս էլ կարծում շատ մեր առաջարկը իսկապես բարձր է թե Սլովենիայում թե Հայաստանում այս արդիվ ուզում եմ հրավիրել նորարարական հայկական ընկերություններ որոնք ջրային տեխնոլոգիաներով են հետաքրքրված Դիմելու այս տարվա միջազգային եվրոպական ջրային ոլորտների մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Սլովենիայում հունիսի սկզբին։ Սլովենիայի նախագահի հովանավորության Նատաշա Պիրս-Մուսերի հովանավորության ներքո է տեղի ունենալու այս մրցանակաբաշխությունը, այս առաջարկն է Եվ ինչ նշեց նախարարը, այո, իսկապես Հայաստանը առաջնահերթություն է մեզ համար մարդասիրական եւ հումանիտար եւ զարգացման ծրագրերի ուղղությամբ։ Մենք կշարունակենք այս համագործակցությունը այստեղ, թե հոգեբանական աջակցություն տրամադրելով երեխաներին, մայրերին, մեր RIT օրորձակալության միջոցով։ Սա նաեւ կարծում եմ շոշափելի արդյունքներ կհանգեցնի, որ մենք կարող ենք Հայաստանի հետ համագործակցել օգնելու զոհերին, տուժածներին, մայրերին, երեխաներին, վերականգնողական ծրագրեր իրականացնելով Եվ նաև երեխաների համար արձակուրդներ կազմակերպելու մեզ մոտ Սլովենիայում։ Ինչ վերաբերում է ԵՄ հավաքնությունների շրջանում, մենք մանրամասն քննարկումներ ունեցանք Սլովենիան այստեղ իբրև ԵՄ-ի անդամ երկար գիտելիքների փորձ ունի այս անդամակցության գործընթացների հետ կապված եւ առաջատար ենք երբ խոսքը գնում է ԵՄ օնլայնման մասին այս ոլորտում Մեր փորձը մեծ է Հայաստանի ԵՄ միանալու հավաքություններից մեծապես գնահատում եմ ինչպես ասացիք որ այո ընդհանուր արժեքների վրա ենք մենք հիմնում մեր գործընկերությունով իսկապես այս ժամանակաշրջանում մենք կիսում ենք ամուր եվրոպական արժեքներ եւ անդամակցությունը հենց ինքը բարդ գործընթաց է բայց դա ինքնիշխան որոշում է եւ մենք հաջողերում ենք Հայաստանին շարունակելու ժողովրդավարացման այս արժեքներ առաջ մղելու կոռուպցիայի դեմ պայքարի առաջ տանելու եւ մենք փորձում ենք այս բարեփոխումներին աջակցելու պատասխանատվություն ենք հայտնում թե մեր փորձագիտական թե այլ գիտելիքներով
Սլովենիան այս պահին անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, արդեն երկրորդ տարին է։ Մենք շատ բարդ աշխարհաքաղաքական աշխարհում ենք գտնվում, որտեղ զինված հակամարտություններ կան աջուձախ, Ռուսաստանի հակամարտությունը, ագրեսիան Ուկրաինայում, Սուդանում, Գազան, Միջին Արևելքում այսօր եւ այսքանի օրը մենք 2 տարի ամենասարսռելի ճգնաժամն ենք մենք տեսնում արդեն 2 տարի է Սուդանում այո ցավալի է բայց մենք իսկապես նման մտածող երկրներ ենք եւ ՄԱԿ-ախի անդամներ որպես այսօր այլընտրանք չենք տեսնում քան հարգելու անվտանգության խորհրդի սկզբունքները եւ ՄԱԿ-ի սկզբունքները հարգելու այլընտրանք չենք տեսնում ուստի ՄԱԿ-ի չարտերը եւ միջազգային իրավունքը եւս Սա մենք երկու նախարարությունները կիսում ենք այս գազիկները եւ կշարունակենք այս ոլորտում աշխատել։ Մենք մեծապես գնահատում ենք խաղաղության ձեր ջանքերը, խաղաղության օրակարգը, եվրոպական օրակարգը։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ այս տարածաշրջանում այնպեսի մի իրավիճակում երբ Հայաստանը եւ Ադրբեջանը մի կարևորագույն քայլ առաջ են կատարել երկկողմանի հարաբերությունները կանոնակարգելու ոչ միայն սա ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների հանգեցնելու, բայց կարծում եմ սա շատ յուրահատուկ հնարավորություն է խաղաղության համաձայնագիր ունենալու երկու կողմերի համար, որ երկու կողմերն ստորագրեն խաղաղության համաձայնագիրը եւ ես գնահատում եմ այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է այս խաղաղության նախաձեռնություններում, քանի որ խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար։ Մենք քաջալերում ենք եւ ողջունում ենք այս նախագծի տեքստի ամփոփման հետ կապված եւ խաղաղության համաձայնագիրի ստորագրման հաստատման Քայլերը եւս քաջալերում ենք, ինչպես դուք ասացիք, հուսանք, որ ստորագրությունը շուտով կլինի եւ հուսանք, որ լարվածությունը կնվազի այս տարածաշրջանում այդպիսով եւ հուսանք, որ կապվածությունը կնպաստի ձեր կառավարության բարգավաճմանը եւ տարածաշրջանում եւս շատ բարգավաճ հանդիպում է, շատ բեղմնավոր հանդիպում է, անչափ ուրախ եմ այսօր այստեղ լինելու, իսկապես շատ կարեւոր է ունենալ անձնական կապեր այդ վստահության մակարդակը բարձր պահելու համար եւ հասկանալու, լսելու մեկս մյուսին եւ իսկապես ներգրավված լինելու Եվ հասկանալու թե ինչպես կարող ենք խաղաղություն եւ կայունություն առաջ բերելու եւ մեր ընդհանուր արժեքները տարածելու դեր տարածաշրջանը, մեր տարածաշրջանը եւ անշուշտ ամբողջ մայրցամաքը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։